Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները։ Այդ ասողները, որ այդքան ասում են, ասենք, ինչներն են այդ թալանը։ Ասենք պետության համար չաշխատող մարդը, հարկ չվճարած մարդը խոսում է թալանից։ Ես մարդ գիտեմ, որ թալանի ժամանակ անգամ խորհրդային միության տարիներին դատվել է։ Այսօր խոսում է նախկինների թալանից։ Ինչ են թալանը։ Ասենք չունենալ, եթե ինչ-որ բան չունենաս, այդ ինչ նախկինների թալանն է։ Իրական թալանչիները այսօր ովքեր են։ Այսօր հենց իշխանության գլխին նստածներն են։ Ամենայն դեպս տեսեք, եթե Ռոբերտ Քոչարյանին չձերբակալեին, չկալանավորեին, գուցեև ես չճանաչեի անգամ Լևոն Քոչարյանին։ Միշտ հիմա ասենք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած իրանց որդու երեխեքի նկարները որ ցույց տան, ամենայն ազնվությամբ գուցե չճանաչեն, ոչ Սերժ Աղջիկներին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ասենք տղային, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանին ու տղուն նորմալ կամախ չկա։ Այս սրանց սա ընտանիքի անդամներին իր քավորով, ես իմ սանիկով, դասընկերոջով, սա են ճանաչում, սա են։ Ես շատ հետարքիր հարց է, Ձերն ամեն օր թանգանում է, էլի, թալանչինով է, պարշին, ամեն օր ես նորից էլի թանգանում։ Ինչ կաստ է մտածել, ժողովուրդի գլխին էլի ես ճիշտը սխալ է։ Ոչ մեկս է չենք մտածում, ես ոնց որ անտարբեր ապրել։ Կարգին ղեկավար է պետք, որ ասի այսենց է, բայց մեզի բան չեն ասում։ Միակողմանի անում են, իր ընտրությունները կատարում են, ամեն ինչ միակողմանի ժողովրդինով է հաշվի առնում չէ։ Դե գնալ են Սիմոյանին ասա 250,000 եվրոյով դու մեքենա որտից վերցրիր։ Քո արտգործնախարարին գնաս ախպեր դու պապիրոսը գնիր քեզ բանով միջավայր չէին տալիս։ Նույնի ոնց է քեզ Երևակայում։ Քաղաքապետ Հերեն ինչ էր ասում։ Ինչ որ մի կարգ ցածր մեքենա ունեցողների համբալներ։ Սա ինչից է։ Չտեսած պատից կախ, տեսան ճակատից կախ։ Եվ սա է հանգամանքը, որ են չտեսը, որ մի քիչ ձերք է բերում, արդեն ինքը ասու հետ ոտ է բերում։ Քպեականները։ Ինչու։ Ինչու։ Ամեն ինչին խոչընդոտ են հանդիսանում։ Մեր ապրանքը, որ Ռուսաստաները տալ, իրանք են արհեստական խոչընդոտ ստեղծել։ Ժողովրդին լցած գուլիկը, գուլիկ գիտեք չէ ինչ է, պրոբկան տրած բերան, նրանք ոնց ուզում են, տենց էլ շարժվում են։ Կրթություն չկա, բանակ չկա։ Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններն էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծում բռնակ։ Մեղադրում էր, բայց ասենք այս մեղադրանքները ուր էր, ապարդին ոնց որ սուտ։ Սաղս էլ մեկի բան ենք ասում, բայց ապացույցներ են պետք։ Մի հատ չելավ մեղադրյալ նստել։ Ոնց էլ է։ Երևակայ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի։ Եվ ընդդիմությանը շատ է կարգոցել։ Առանց հասկանալու, թե ինչ կլինի։ Ամբողջ հողերը ծախեց։ Էլ ինչ Փաշինյան։ Ճնշումները մենակ Փաշինյանի օրոք։ Ուրիշ ժամանակ չի եղել։ Այսքան դատավարություն են անել Քոչարյանի նկատմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ, կամ մյուսների նկատմամբ, ինչի համար, կամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Եվ որ այս մարդիկ ժողովրդի համար շատ գործեր են արել։ Այդ իր գործելավոճն է։ Ակտներ չքայքայեք, առանց հատել մեր քայքայված ներվերը։ Նրանք ընդունակ են այդպես բաները։ Դե մի այդ աթոռ ասեմ, դե պաշտոն ասեմ, շատ գրավչական է։ Ոմանց համար ես չգիտեմ։ Գալիս են պաշտոնների եւ մոռանում են թե այդ աթոռը ինչի է կոչված։
ինչի համար պետք է ծառայի։ Ես նախ ինքս հայրենադարձ եմ եղել, երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, բայց ես գիտեմ մի բան, որ մենք ապրում ենք շատ փոքր երկրում, ընդամենը ունենք 3 միլիոն բնակչություն, ու մեր երկրի հետ կապված լավ կլինի, որ մեկս մեկի մեղադրանքներ չունենանք ու երկիրը չբաժանենք նախկինների ու ներկաների, այլ ունենանք ազգային գաղափարներ, ունենանք ազգային մարդիկ, ովքեր որ կմտածեն մեր պետության վերելքի համար, մեր պետության ներգաղթի համար։ Իմ երազանքն է եղել, որ Հայաստանի բնակչությունը լինի գոնե 5 միլիոն մարդ, թե նախկիներ ներկաներ այսպիսի փոքր պետությունում չպիտի տարանջատվեն։ Մենք բոլորս էլ հայ ենք, թե Հայաստանի Հանրապետությունում, թե Սփյուռքում, ու մենք ունենք մի խնդիր, ու այդ մեկ խնդիրը դա մեր Հայաստանի Հանրապետության զարգացումն է, պետականության զարգացումն է, ու չպետք է մենք տարանջատենք սև սպիտակ կամ նախկին ներկա։ Բոլորս էլ հայ ենք, պետք է լինենք միասնական։